Պատկերացրեք գտնվում եք մի միջավայրում, որ ձեր շուրջ բոլորը կռապաշտներով են լցված։ Ինչ կանեք, երբ գնաք մի տուրիստական քաղաք եւ տեսնեք, որ այն թաղված է կուրքերի մեջ։ Ինչ կանեք, երբ այնտեղ տեսնեք շատ գեղեցիկ աշխատանքներ, տաճարներ եւ շենքեր, որոնք կռապաշտության արմատներ եւ կռապաշտական նպատակներով են կառուցվել։ Ինչպես կվերաբերվեք այդ քաղաքին եւ այդ մարդկանց, կամ ինչպես կարտահայտեք ձեր վերաբերմունքն ընդհանրապես։ Կարձագանքեք որևէ կերպով, թե ոչ։ Եթե այո, ապա ինչպես։ Մինչ դուք կմտորեք այս հարցի շուրջ, թե յուրաքանչյուրդ ինչպես կարձագանքեք նման իրականությանը, ես հիշեցնեմ մեր համատեքստը եւ անցնենք այսօրվա հերթական հատվածի ուսումնասիրությանը։ Մեր հերթական հատվածում Պողոսը գտնվում է Աթենքում, նրա միսիոներական երկրորդ ճանապարհորդությունն է, նա Եվրոպայում է եւ սպասում է Աթենքում Շիղային եւ Տիմոթեոսին, որոնք պետք է իրեն միանային Բերիայից։ Մենք գտնվում ենք Գործք առաքելոց 17-րդ գլխում, 16-ից 21-րդ համարները այսօր կուսումնասիրենք միասին։ Եվ ես վերնագրել եմ հատվածը այսպես՝ քրիստոնյայի արձագանքը կռապաշտությանը։ Եկեք եւ ընթերցենք հատվածը եւ նայենք հատվածի բաժանմանը։ Գործք առաքելոց 17-րդ գլուխ, 16-ից 21-րդ համարները։ Եվ 16-րդ համարում մենք տեսնում ենք Պողոսի հոգեվիճակը կռապաշտությանը նայելիս։ Եվ մինչ Պողոսն Աթենքում նրանց էր սպասում, իր մեջ նրա հոգին խռովում էր, քանի որ տեսնում էր քաղաքը կռապաշտության մեջ ընկղված։ 17-րդ համարում արդեն Ղուկասը մեզ ներկայացնում է Պողոսի նախաձեռնությունը կռապաշտության դեմ, թե ինչ է անում նա։ Հետևաբար ժողովարանում խոսում էր հրեաների եւ բարեպաշտ մարդկանց հետ, իսկ շուկայում ամեն օր իրեն հանդիպողների հետ։ Որից հետո 18-ից 21-րդ համարներում արդեն տեսնում ենք Պողոսի պայքարի ձևը կռապաշտության դեմ։ Էպիկուրյան եւ ստոիկյան փիլիսոփաներից ոմանք նրա հետ վիճում էին, եւ ոմանք էլ ասում էին. այս դատարկախոսը ինչ է ուզում ասել։ Իսկ ուրիշները թե երևում է, որ օտար աստվածների քարոզիչ է, որովհետև նրանց Հիսուսի եւ հարության մասին էր քարոզում։ Եվ նրան առան տարան Արիսպագոս, ասելով. կարող ենք իմանալ, թե ինչ է քո ասած այդ նոր վարդապետությունը։ Քանի որ օտարոտի բաներ ես բերում մեր ականջին, ուստի կուզենանք իմանալ, թե դրանք ինչ են, քանի որ բոլոր աթենացիները եւ այնտեղ եղող օտարականները բացի մի նոր բան ասելուց կամ լսելուց ուրիշ ոչնչով չեն զբաղվում։ Տեսնում ենք այստեղ Պողոսի արձագանքը կռապաշտությանը, ինչպես է նա վերաբերվում եւ ինչ քայլեր է ձեռնարկում։ Եվ տեսնում ենք նրա նախաձեռնության պատճառը, որ Աստծո փառքի հանդեպ ունեցած նախանձախնդրություններ։ Եվ հատվածում շեշտվում է այս ճշմարտությունը, որ Աստծո փառքի հանդեպ նախանձախնդիր քրիստոնյան արձագանքում է կռապաշտության դրսևորումներին։ Մարդ, ով ունի այս գիտակցությունը, մարդ, ով խորապես գիտակցել է, որ ողջ երկիրը պիտի խոնարհվի Աստծո առջև, նա չի կարող չարձագանքել, չի կարող չվրդովել, տեսնելով, որ այն մարդիկ, որոնք պիտի երկրպագեն կենդանի Աստծուն, երկրպագում են կուռքերի։ Եվ այս հատվածում մենք տեսնում ենք քրիստոնյայի արձագանքի 3 դրսևորումներ կռապաշտության նկատմամբ։ Եվ որոնք են դրանք, ինչպես է քրիստոնյան արձագանքում կռապաշտությանը։ Ես հույս ունեմ այն հարցերը, երբ հնչեցին, դուք մի փոքր ձեր մասին էլ ժամանակ ունեցաք մտորելու։ Մինչ այստեղ մենք կուսումնասիրենք, հիմա մի պահ էլ հիշեք ձեր արձագանքը ինչ կանեիք դուք, եւ հետո ավելի հեշտ կլինի համեմատել, թե ինչ է սովորացնում մեզ Սուրբ Գիրքը սրա վերաբերյալ։ Ինչպես է քրիստոնյան արձագանքում կռապաշտությանը։ Առաջին արձագանքի դրսևորումը մենք տեսնում ենք վերաբերմունքով
որ նա վրդովում է։ Առաջին արձագանքը կռապաշտությանը վրդովմունքով է, որ Պողոսը այստեղ ցույց է տալիս։ Եվ մենք տեսնում ենք այս 16-րդ համարում վրդովմունքի բնույթը, վրդովմունքի պատճառը եւ վրդովմունքի տեսակը։ Նայեք 16-րդ համարին։ Եվ մինչ Պողոսն Աթենքում նրանց էր սպասում, իր մեջ նրա հոգին խռովում էր, քանի որ տեսնում էր քաղաքը կռապաշտության մեջ ընկղված։ Համարում ասվում է, թե ինչպես Պողոսը արձագանքեց իր շուրջը եղող իրականությանը։ Պողոսի հոգին գրված է խռովվում էր։ Սա ներքին արձագանք է։ Պարոքսունոմայ բառն է, որի նշանակություններն են գրգռել, նյարդայնացնել, չարացնել, բարկացնել կամ վրդովեցնել։ Իմաստներից վրդովել բառն է ավելի լավ նկարագրում նրա հոգեվիճակը, բայց քանի որ այստեղ խռովել բառը գրված է կրավորական սեռով, նշանակում է, որ նրա վրդովելը իր նախաձեռնությունը չէր, այլ արձագանքներ իր տեսածի։ Պողոսն իր վրա կրում էր իր տեսածի ազդեցությունը, այսինքն նա տեսնում էր քաղաքի վիճակը եւ որպես դրա ներքին հոգեկան արձագանք նա վրդովում էր։ Սա նկարագրությունը նրա ներսի մասին եւ սա ցույց է տալիս այս վրդովմունքի բնույթը։ Իր մեջ նրա հոգին խռովում էր։ Վրդովմունքի բնույթը ներքին է։ Այն դեմքի արտահայտությամբ չի արտահայտվել, այլ ինչ որ կատարվել է Պողոսի հոգում։ Հոգին այստեղ պնյումա կամ պնևմա բառն է, եթե լսել եք, որը ցույց է տալիս մարդու մեջ եղող հավիտենական մասը, ոչ ժամանակավոր մասը, ոչ նյութական մասը։ Սուրբ Գիրքը ցույց է տալիս, որ մարդը երկու մասից է կազմված։ Շատերն ասում են 3, որովհետև գրված է հոգի, շունչ եւ մարմին, բայց Սուրբ Գիրքը երբ դուք ուսումնասիրեք բոլոր համարները իրար կողք դնեք, այս մասին ավելի համակարգված աստվածաբանությունը կօգնի, դուք կտեսնեք, որ հոգի եւ շունչ բառերը դրանք հոմանիշներ են, որպես գործածվում, եւ մարդը բաղկացած է երկու մասից՝ մարմին եւ հոգի։ Սրա մասին Թեսաղոնիկեցիս 5:23-ում է գրված հոգի, շունչ եւ մարմին, որը որպես հոմանիշ է գործածած ցույց տալու համար մարդու ներաշխարհ ամբողջությամբ։ Եվ Wayne Grudem-ը, ովքեր որ կարդում են կամ MacArthur-ը իրենց համակարգված աստվածաբանության մեջ, ելի շատերը այս եզրակացության են եկել այս բառերը ուսումնասիրելով։ Օրինակ Եբրայեցիս 4:12-ում, եթե հիշում եք, գրված է կենթանի Աստծո խոսքն ու ազդեցիկ եւ ամեն մի երկսայրի սրից առավել կտրուկ է այն, թափանցում է մինչև շնչի, հոգու, հոդերի եւ ողնածուծի բաժանումը, քննում է սրտի խոկումներն ու խորհուրդները։ Այստեղ եթե հոգին եւ շունչը դրանք տարբեր իմաստներ ունենային, ապա պետք է ըստ համարի ասեինք, որ ոչ թե երկու մասից կամ 3 մասից է բաղկացած, այլ 5։ Բայց մենք տեսնում ենք, որ այս բառերը պարզապես նկարագրություն են մարդու բարդ ներաշխարհի, թե ինչեր կա մարդու ներսում։ Սա նկարագրելու համար է գրված։ Այս երկու բառերը իրար փոխարինելով են օգտագործվում ամբողջ Սուրբ Գրքում։ Նմանապես Պողոսն էլ չէր հավատում, որ մարդը 3 մասից է բաղկացած։ Նա այսպես է գրում Հռոմեացիս 8:10-ում, բայց եթե Քրիստոսը ձեր մեջ է, ապա մարմինը մեռած է մեղքի պատճառով, իսկ հոգին կյանք է տալիս արդարության համար։ Ահա այսպեսին է Պողոսի աստվածաբանությունը։ Նաև նա գրում է Առաջին Կորինթացիս 2:11-ում, նշելով սրանց դերը, քանզի մարդկանցից ով գիտի մարդկային ներաշխարը, եթե ոչ մարդու մեջ գտնվող հոգին, այդպես էլ Աստծո ներսը ոչ ոք չգիտի, եթե ոչ Աստծո հոգին։ Այսպիսով այստեղ գրված այս պնևմա բառը, այս հոգին, որ գրված է իր հոգին խռովում էր իր մեջ, նկարագրում է Պողոսի ներաշխարը, որպես զգացումների, հույզերի, տարբեր տեսակի ներքին կրքերի կենտրոն։ Մեր համարում օգտագործվում է վշտից կամ վրդովմունքից առաջացած ներքին խռովք, ցավի կամ բարկության իմաստով։ Պողոսի ներսի մարդը խորապես ուզվեց եւ վրդովեց։ Հիսուսի երկրային կյանքից էլ ունենք օրինակներ։ Հովհաննես 11:33-ում այսպես է նշում հեղինակը, երբ Հիսուսը տեսավ, որ նա եւ նրա հետ եկած հրեաները լաց են լինում,
հոգով խռովվեց եւ հուզվեց։ Մի ուրիշ առիթով, երբ Հիսուսն այս բաներն ասաց, Հովհաննես 11:21, 13:21, հոգով խռովվեց, վկայեց ու ասաց. ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզնից մեկը ինձ մատնելու է։ Նորից նույն այս հոգեկան ներքին խռովքն է ցույց տալիս։ Մի խոսքով սա վերաբերվում է ոչ թե ֆիզիկական մարմնի կարողություններին, այլ մարդու ներսին, ոչ նյութական մասին։ Սա Պողոսի վրդովմունքի բնույթն է, եւ այն հոգեվոր է, եւ այն ներքին։ Նա այս հոգեվիճակում էր գտնվում ոչ թե մի պահ, այլ շարունակ, քանի որ բառը գրված է իմպերֆեկտով։ Դա նշանակում է, որ այդ գործողությունը անընդհատ շարունակվում էր, նա որքան տեսնում էր, այդքան ներքուստ արձագանքում էր։ Համարում տեսնում ենք, որ Պողոսի այս արձագանքը եղավ երբ սպասման մեջ։ Տեսեք, գրված է եւ մինչ Պողոսը Աթենքում սպասում էր։ Նա գտնվելով Աթենքում հնարավորություն ուներ հիանալու մշակութային գործերով, արվեստի գլուխգործոցներով, շենքերով ու քանդակներով, փիլիսոփայական դպրոցներով ու մեծ գիտելիքներով, շուկաներով, հրապարակներով։ Նա ոչ թե վայելում է, ոչ թե հիանում է, ոչ թե որպես տուրիստ է շրջում ու գեղեցիկ քանդակներ կամ սառնարանի մագնիսներ է գնում, այլ իր հոգում ցավ է ապրում, երբ տեսնում է քաղաքի վիճակը։ Ահա այսպիսի հոգեվիճակում է գտնվում Պողոսը։ Եվ կարծեմ, թե Աստծո հոգին ունեցողները նույնպես կհասկանան մի փոքր Պողոսին, թե ինչու է նա այս հոգեկան խռովքը ապրում։ Պողոսը հեթանոսական տաճարների մոտ չի կանգնում նկարվելու, իհարկե հասկանում եք, այն ժամանակ չէր կարող այսպես նկարվել, հիացած դեմքով նայելու եւ զմայլվելու, հակառակը նա ներքուստ տառապանքի բարկության եւ վրդովմունքի մեջ է։ Նա հնարավորություն ուներ հրաշալի ժամանակ անցկացնելու, քանի որ նա սպասում էր գրված է։ Այսինքն նա ուներ ժամանակ դրա համար։ Մինչև իր եղբայրները կմիանային իրեն եւ նա կանցներ ծառայության, բայց իր հանգիստը նույնիսկ ծառայություն է։ Նա այս հանգստի եւ սպասման ժամանակը չի օգտագործում ժամանցի համար, այլ ուսումնասիրում է քաղաքը եւ ներքուստ խռովում։ Ահա Պողոսի առաջնահերթությունները, սիրելիներ, տեսեք թե ինչերն են։ Տեսեք նա ինչպես է օգտագործում իր ազատ ժամանակը։ Նրան ոչ մեկ չի տեսնում, նա եկեղեցում չէ, նա օտար երկրում է, տուրիստի կարգավիճակում, հանգստի ու վայելքի երկրում, բայց նա ծառայության մեջ է։ Նա վրդովում է, խռովում է իր հոգում, քանի որ նա Հիսուսի աչքերով է տեսնում իրականությունը, ոչ թե վայելքի եւ աշխարհիկ հաճույքների ակնոցներով։ Թեև Աթենքը մշակույթի կենտրոն էր, դա չէր հետաքրքրում Պողոսին։ Նա այդ ժամանակը չի վատնում տեսարժան վայրեր տեսնելու վրա։ Ուիլյամ Ամոթը գրում է այսպես, մեկնաբանում է այս հատվածի վերաբերյալ, ասում է. «Բանն այն չէ, որ Պողոսը թերագնահատում էր մարմարե արձանները, այլ այն, որ կենդանի մարդկանց ավելի մեծ արժեք էր տալիս։ Թույլ չէ, այլ ուժեղ այն մարդը, ով անմահ հոգիները շատ ավելի կարևոր է համարում, քան քանդակները»։ Պողոսը կռապաշտությունը համարում էր ոչ թե գեղատեսիլ եւ անվնաս, այլ սարսափելի մի բան։ Եվ ավարտում է իր մեջբերումը սրանով։ Ահա Պողոսի արժեհամակարգը տեսեք։ Ներքին մարդու ով լինելը, իրական անհանգստությունները եւ իրական ցանկությունները։ Լավ, իսկ ինչու էր Պողոսը խռովում իր հոգում։ Եվ այս հարցը մեզ օգնում է տեսնելու նրա վրդովմունքի պատճառը։ Տեսեք, պատճառը տեսնում ենք համարի 2-րդ մասում, քանի որ տեսնում էր քաղաքը կռապաշտության մեջ ընկղված։ Նա ուներ ոչ միայն ֆիզիկական աչքեր, այլ նաև հոգևոր սուր տեսողություն։ Նա արտաքինին նայելով տեսնում էր ներքինը այս իմաստով։ Նա նայում էր գեղեցիկ Աթենքին, բայց տեսնում էր գարշելի իրականություն, կուռքերով լցված։ Աթենքը լի կուռքերով նաև Հունաստանի կրոնական կենտրոնն էր։ Այնտեղ երկրպագում էին գրեթե բոլոր հայտնի աստվածություններին։ Պողոսի համար Աթենքը կյանքից զրկված քաղաք էր, դատապարտված կործանման առանց Քրիստոսի, հեթանոսական կռապաշտության մեջ։ Քաղաքի մասին ձեզ մի քանի տեղեկություն պետք է տամ, որ դուք Պողոսի աչքերով կարողանաք նայել այս իրականությանը։
Աթենքը այն ժամանակ անկման շրջանում էր։ Չնայած դեռևս ճանաչվում էր որպես մշակույթի եւ կրթության կենտրոն։ Նրա քաղաքականության եւ առևտրի փառքը վաղուց մարել էր։ Այն ուներ հայտնի համալսարաններ եւ բազմաթիվ գեղեցիկ շենքեր։ Քաղաքը տրվել էր մշակութային հեթանոսության, որը սնվում էր կռապաշտությամբ, նորույթներով, ինչպես 21-րդ համարում եթե նկատեցիք, նրանք նոր բաներ էին անընդհատ ուզում լսել եւ փիլիսոփայությամբ։ Մեկը կատակում է այս մասին, ասում է, որ Աթենքում ավելի հեշտ էր գտնել Աստված, քան մարդ։ Այսինքն այնքան շատ էին այդ քանդակները իրենց աստվածություններին նկարագրող։ Պողոսը տեսնում էր, որ քաղաքը ամբողջովին տրվել էր կռապաշտության եւ դա վրդովեցրեց նրան։ Այսօր մենք հիանում ենք հունական քանդակագործությամբ եւ ճարտարապետությամբ որպես արվեստի գործեր, բայց Պողոսի օրոք ուշադրի լսեք, դրանց մեծ մասը ուղղակիորեն կապված էր նրանց կրոնի հետ։ Նա գիտեր, որ դա կրոնի հետ է կապված եւ նա չէր կարող նույն աչքերով նայել որպես մարդու աշխատանք գեղեցիկ, որտեղ գիտեր, որ այդ պատրաստողները դա արել էին ելնելով իրենց հոգևոր կրոնական համոզմունքներից։ Պողոսը գիտեր, որ կռապաշտությունը դիվային է եւ ինքը դրա մասին գրում է առաջին Կորինթացիս 10-րդ գլուխ 20-21-ում, տեսեք ինչ է ասում, այն ինչ հեթանոսները զոհաբերում են, դևերին են զոհաբերում եւ ոչ Աստծուն։ Իսկ ես չեմ ուզում, որ դուք դևերին հաղորդակից լինեք։ Չեք կարող գրում է եւ Տիրոջ բաժակը խմել եւ դևերի բաժակը, չեք կարող հաղորդվել եւ Տիրոջ սեղանից եւ դևերի սեղանից։ Այստեղ Պողոսը զգուշության կոչ է անում քրիստոնյաներին, որպես իրենց ազատությունը իրենք ճիշտ օգտագործեին, չմտածեին, որ կուրքը աշխարհում ոչինչ է, կարող են հեթանոսի հետ նույն միջավայրում անել այն, ինչը որ բոլորի կողմից ընկալվում է որպես կռապաշտություն եւ մտածել, որ կարող են հարմարավետ պայմաններում մնալ, ասում ես զգուշ եղեք։ Եվ հենց այդտեղ է հնչում այս կոչը ճանաչված, որ չարաշահում են մարդիկ, որ ասում է ովքեր որ կարծում են, որ ամուր են կանգնած, թող զգուշ լինեն, որ չընկնեն։ Հույների բազմաթիվ աստվածները միայն պատմությունների կերպարներ էին, որոնք անկարող էին փոխել մարդկանց կյանքը։ Եվ Պողոսը նորից սրա մասին կուրքերի վերաբերյալ գրում է Կորինթացիս 8-ում, ասում է կուրքին զոհաբերված կերակուրների մասին գիտենք, որ կուրքը աշխարհում ոչինչ է, եւ որ ուրիշ ոչ մի աստված չկա բացի այն մեկից, թե պետք են այսպես կոչված ճակերտավոր աստվածներ, թե երկնքում, թե երկրի վրա, ինչպես որ կան բազում աստվածներ եւ բազում տերեր, բայց մեզ համար մեկ Աստված կա, Հայրը, որից ամեն ինչ, իսկ մենք կանք նրա համար։ Եվ կա մեկ Տեր Հիսուս Քրիստոս, որով է ամեն ինչ, իսկ մենք կանք նրա միջոցով։ Այսինքն նա գիտի, որ իրականում դրանք քանդակներ են կամ մարդկային ձեռքի գործեր են, բայց նա լավ գիտի, թե ինչու է դա արվել։ Եվ գիտի ինչպես է հոգևոր աշխարհում ընկալվում սա, որ մարդկանց հավատը կապված է ուղիղ դրա միջոցով դևերի հետ, բայց կարծում են, թե Աստծուն են իրենք պաշտամունք մատուցում։ Հույների ողջ մշակույթով եւ իմաստությամբ հանդերձ իրենք չէին կարողացել ճանաչել կենթանի Աստծուն, որի մասին Պողոսը կրկին գրում է Կորինթացիսում, ասելով խաչի քարոզը կորուսյալների համար հիմարություն է, բայց մեզ փրկվածներիս համար Աստծո զորությունն է, որովհետև գրված է իմաստությունը անհետացնելու եմ եւ խելացիների խելքը անտեսելու եմ։ Գիտեք, որ այս իմաստությունը վերաբերվում է հենց հույներին։ Չէ որ Աստված այս աշխարհի իմաստությունը հիմարեցրեց, գրում է Պողոսը, քանի որ աշխարհը իր իմաստությամբ չճանաչեց Աստծուն իր իմաստության մեջ։ Աստված հաճեց փրկել հավատացյալներին հիմարություն համարվող քարոզությամբ։ Տեսեք, հрьяաները նշան են ուզում, գրում է Պողոսը, իսկ հույները իմաստություն են փնտրում։ Մենք քարոզում ենք խաչալ Քրիստոսին, որ հрьяաների համար գայթակղություն է, հույների համար հիմարություն։ Քիչ հետո մենք էպիկուրյան եւ ստոիկյան փիլիսոփաներին կանրադառնանք, բայց մինչ այդ դուք հիշեք, որ մենք գործ ունենք մի լսարանի հետ, որոնք որ ինտելեկտուալ առումով խիստ զարգացած են։
Եվ իրենք իմացականության տեսանկյունից փորձում են հասկանալ աստվածային երևույթները եւ տրամաբանական մեկնաբանություններ տալ դրանց։ Սակայն կանչված հրյաների եւ հույների համար Պողոսը ավարտում է Քրիստոսը Աստծո զորությունն է եւ Աստծո իմաստությունը։ Այսպիսով սա Պողոսի վրդովմունքի պատճառն է, որը տեսանելի կերպով երևում էր եւ քաղաքը ընկղված էր կռապաշտության մեջ։ Ընկղված բառը բառացի նշանակում է լի պատկերներով։ Եվ սա նշանակում է հարուստ, առատ եւ օգտագործում էր խիտ բուսականությունը նկարագրելու համար։ Այսինքն այստեղ երբ խոսում է ընկղվելու մասին, խոսում է կռապաշտության ծավալների մասին, որովհետեւ ավելի ճշգրիտ մեզ կարողանա պատկերացում տալ, թե ինչ էր տեսնում Պողոսը։ Իսկ դա 1-2 արձանիկ չէին։ Քաղաքը լցված էր կուրքերով։ Նայեք այս նկարներին, որոնք ես նկարել եմ 2023 թվականին Եգիպտոսի Լուքսոր քաղաքում, որը գտնվում է Նեղոս գետի ափին։ Հին ժամանակներում հայտնի էր որպես Թեբե։ Լուքսորը համարվում էր աշխարհի ամենամեծ բացօթյա թանգարաններից մեկը։ Այստեղ էին գտնվում այս Կառնակի տաճարը, եւ հենց մենք այդ տաճարում ենք, ինչ որ դուք նկարներում տեսնում եք, այնտեղ կար այդ թագավորների, փարավոնների հովիտը, եւ այս նկարների մեջ դուք տեսնում եք ահռելից մեծ են սրանք այս սյուները։ Այսինքն մարդու հասակը զուտ պատկերացնելու համար նայեք աջ նկարին եւ կտեսնեք, թե որքան մեծ են դրանք, եւ ամենուր նկարված էր իրենց սիմվոլները եւ իրենց հավատալիքները։ Եվ ասում են, որ նույնիսկ գույները իրենցն է եւ պահպանում են, որպեսզի չվնասվի եւ այլն։ Երևի սխալված չեմ լինի ասել, որ նման հոգեվիճակում եմ ես գտնվում եւ փառք Աստծո, որ ես առիթ ունեցա, Տերը առիթ տվեց եւ մեր զբոսավարին վկայելու Հիսուսի մասին եւ նաեւ այս նկարներով այդ օրը ինտերնետում բաժնեկցեցի հենց կռապաշտության համատեքստում գրառումներ անելով։ Եվ դուք տեսեք եւս մի նկար, որտեղ որ նրանք ցույց են տալիս իրենց այս սիմվոլների նշանակությունը եւ սրանք այն են, ինչին մարդիկ հավատում են։ Սրանցից շատերը գուցե դուք առօրյայում տեսնեք, օրինակ աչքը տեսնում եք ամենավերջում աչ կողմից կամ ուր է այն խաչը աչ կողմից աչքից վերև Դալգալլեծի է, որ գրված է, տեսնում եք։ Մեր առօրյայում սրանք շատ կան, այսինքն բաներ, որոնք որ մինչև այսօր մեր աչքի առջև են, մեզ ավելի ծանոթ են, իրենք սրանց խորապես հավատում են։ Եվ մեր զբոսավարը ասաց դու անհավատ ես, ինձ ասացի ինչու, ասաց որովհետև դու չես հավատում սրանց, ասացի ես հավատում եմ, ասացի կենթանի Աստծուն, ով ստեղծել է երկինքն ու երկիրը, եւ ասացի ձեզ մի հարց եմ ուզում տալ։ Ինձ կասեք Եգիպտոսին ինչու Աստված 10 հարված հասցրեց։ Ես այդ հարցով իրեն ուղղում էի մտածելու իրենց կռապաշտության մասին։ Մեր զրույցը երկար չտևեց, բայց կարողացա ես ասել ինչու եմ հավատում այդպես եւ ինչու եմ Հիսուսին հենց հավատում։ Սա պարզապես կռապաշտության մեջ ընկղված մի քաղաքի օրինակ ձեզ։ Այստեղ Պողոսի վրդովմունքի պատճառն արդարացված է, քանի որ նրան վրդովեցել է կռապաշտությունը եւ ոչ թե անձնական ամբիցիաները կամ վիրավորանքը։ Նրա վրդովելու պատճառն այն է, որ նա տեսնում է, խնդրում եմ ուշադիր լսեք, որ նա տեսնում է Աստծո փառքի ոտնահարումը։ Նա տեսնելով քաղաքը, տեսնում է քաղաքի հոգևոր աստիճանը, որը զրոյական մակարդակից նույնիսկ ներքև էր։ Այս քաղաքը, որը պետք է պաշտեր կենթանի Աստծուն, նրանք պաշտում էին կուրքերին եւ Պողոսը այստեղ արձագանքում է, որովհետեւ ինքը անհանգստացած է Աստծո փառքով, ոչ թե անձնական ամբիցիաներով։ Սա կարևոր է, որ դուք տեսնեք Պողոսի վրդովմունքի արդարացի լինելը։ Սա բարկություն չէ, մեղավոր։ Սա մեղավոր զայրույթ չէ, այլ արդարացված սուրբ, ինչպես շատ մեկնաբաններ են գրում, սուրբ զայրույթ է, Աստծո փառքի համար։ Աթենացիների զզվելի անտեղյակությունն ու սնահավատությունը Պողոսի վրա մեծ ազդեցություն թողեցին։ Եվ նա տեսնելով, որ կենթանի եւ միակ Աստծուն պաշտելու փոխարեն պաշտում են կուրքերի, իր հոգուն վրդովեց։
Եվ այս վրդովմունքն արդարացի էր, քանի որ նա ցավ է ապրում տեսնելով Աստծո փառքը ոտնահարված։ Տեսեք Մեթյու Հենրին ինչ է գրում։ Ասում է հատկանշական է, որ որտեղ ծաղկում է մարդկային գիտությունը, կռապաշտությունը առատանում է։ Եվ այնպիսի անիմաստ ու աբսուրդային պաշտամունք, որ այն հիշեցնում է առաքյալի խոսքերը, հաստատելով այն ճշմարտությունը, որ իմաստուն լինելով հանդերձ նրանք հիմարացան։ Հռոմեացիս 1:22։ Եվ իրենց մտքերում ավելի ունայն դարձան, քան որևէ մեկը, քանզի աշխարհը իր իմաստությամբ չճանաչեց Աստծուն։ Սա հրաշալի դիտարկում է, որովհետև տպավորություն է, որ գիտելիքը պետք է օգներ կուռքերից հեռու մնալու, բայց իմաստությունը ավելի է մեծացնում կռապաշտության ծավալները։ Աթենացիները կարող էին իրավացիորեն դեմ լինել բազմաստվածությանը եւ կռապաշտությանը, իրենց իմաստության շնորհիվ, բայց չնայած դրան, թվում է, թե նրանք, ովքեր իրենց մեջ ամենամեծ իմաստուններն են, միևնույն ժամանակ կուռքերի ամենամեծ ստրուկներն էին։ Ահա այդքան շատ ուներ Աթենքը Քրիստոսի կարիքը եւ Պողոսը ինչու է վրդովում, ինչու է բարկանում, տեսնելով քաղաքի կռապաշտությունը, տեսնելով Աստծո փառքը ոտնահարված եւ Աստծո փառքը Հռոմեացիս նամակի լեզվով եթե ասենք, անեղծ բաները եղծանելի թռչունների, չորքոտանների ու կենդանների պատկերով նմանեցված։ Ինչ եք կարծում, մեր օրերում դադարել է կռապաշտությունը։ Աթենքում կռապաշտությունը բացահայտ էր, քանդակներ, տաճարներ, զոհասեղաններ։ Մեր օրերում այն հաճախ ձևափոխված է, բայց էությամբ նույնն է։ Ինչ է կռապաշտությունը ըստ էության։ Ուշադիր լսեք, կռապաշտությունը Աստծո փառքի ոտնահարումն է։ Կռապաշտությունը Աստծո փառքի ոտնահարումն է, այսինքն ինչը զբաղեցնում է Աստծո տեղը մարդու ներսում, ինչը դառնում է պաշտամունքի առարկա։ Եվ Աթենքի կռապաշտության ժամանակակից ձևերից է մարդակենտրոնությունը, հումանիզմ, ինչպես մենք ամեն օր լսում ենք դրա մասին։ Մարդը ամեն ինչի չափանիշն է, ինքն է որոշում, ինչն է ճիշտ, ինչն է սխալ, կամ փառքը եւ ճանաչումը։ Աթենքը լի էր անուն հանած փիլիսոփաներով, հռետորներով։ Մեր օրերում էլ մարդը ապրում է այնպես, որ մեծ երևա բոլորի աչքին, իր փառքը, իր համբավը լինի ամենամեծը։ Նյութապաշտությունը մեր օրերի, փողը որպես անվտանգության աղբյուր ընդունողները նույն կարգավիճակում են, երբ աշխատանքը դառնում է պաշտամունք, կամ ինչպես մեկն էր գրել, հարստությունը դառնում է փրկիչ, կամ հաճույքը, մարմնի հաճույքը որպես կյանքի նպատակ, մարդը ծառայում է իր ցանկություններին։ Այսօր ամեն բան կազմակերպված է այնպես, որ մարդու հարմարավետությունը ել ավելի լավը լինի։ Դա շատ լավ է, ցանկություն ունենալը լավ է, չեզոք է, բայց ապրել հանուն ցանկության, այդ դա մեղք է։ Նկատեք մի հետաքրքիր բան։ Մարդը մերժում է ճշմարիտ Աստծուն, բայց կարիք ունի հավատալու ինչ-որ բանի։ Խնդրում մտածեք այս մտքի վերաբերյալ։ Կռապաշտությունը ապացուցում է, որ մարդը ունի կարիք հավատալու ինչ-որ բանի։ Սա անուղղակի ապացույց է, որ մարդու մեջ կա ներքին փափակ հավատալու ինչ-որ բանի։ Մեր օրերի Աթենքը մի աշխարհ է, որտեղ մարդիկ այլևս արձաններ չեն կանգնեցնում, բայց շարունակում են Աստծո տեղում դնել մարդուն, հաճույքը, փողը, գաղափարները, սեփական եսը եւ սա իրական վրդովմունք է բերում Աստծո փառքի հանդեպ նախանձախնդիր քրիստոնյաներին։ Հարց բոլորի սիրելիներ, ովքեր իրենց քրիստոնյա են կարծում, ստուգեք ձեզ այս հարցերով։ Ինչպես ես արձագանքում, երբ գտնվում ես կռապաշտությամբ լցված միջավայրում։ Ինչպես ես օգտագործում ժամանակդ եկեղեցուց դուրս։ Ինչպիսին ես դու աշխարհում, հանգստի գնալիս, աշխարհիկ մարդկանց շրջապատում։ Նմանվում ես նրանց, անում ես այն բաները, ինչը դատապարտելի է, հիանում ես այն բաներով, ինչը բարկացնում է Տիրոջը, ինչը մեծ մեղք է Տիրոջ դեմ։ Եվ ամենաստուգող հարցը. վրդովվում ես, երբ տեսնում ես Աստծո փառքը ոտնահարված։ Հոգուտ մեջ բարձրանում է արդար զայրույթ Տիրոջ անվան, ոտնահարման ու պղծման համար, թե հոգևոր զգայունություն չունես կամ թույլ է այն։
եւ չի էլ տեսնում կռապաշտության մեջ եղող մարդկանց կամ ընկղված մարդկանց։ Ինչպես ես արձագանքում կռապաշտությանը դու, որ հոգևոր ես քեզ համարում։ Այս հարցերը կօգնեն նայելու ներս, սիրելիներ, եւ տեսնելու կա այնտեղ նոր սիրտ թե ոչ, նախ առաջին, եւ տեսնելու այդ սրտի վիճակը եւ զգայունությունը։ Այնպես որ հիշեք, սիրելի եկեղեցի, քրիստոնյան կռապաշտությանը չի արձագանքում անտարբերությամբ, այլ արդար վրդովմունքով, որը ծնվում է Աստծո փառքի ոտնահարումից։ Այսպիսով Պողոսի վրդովմունքի բնույթը ներքին էր, պատճառը կռապաշտությունը եւ վրդովմունքի տեսակը արդար, քանի որ նա հետաքրքրված էր Աստծո փառքով, ոչ թե սեփական ամբիցիաներով։ Երկրորդ կերպը տեսեք արձագանքի։ Ինչպես է քրիստոնյան արձագանքում կռապաշտությանը։ Երկրորդ խոսելով։ Եվ մենք կտեսնենք այս համարում խոսելու բնույթը, լսարանը եւ հաճախականությունը։ Նայեք 17-րդ համարին։ Հետևաբար, այսինքն ազդված նախորդ տեսարանից, հետևաբար ժողովարանում խոսում էր հրյաների եւ բարեպաշտ մարդկանց հետ, իսկ շուկայում ամեն օր իրեն հանդիպողների հետ։ Պողոսի արդար վրդովմունքը մղեց նրան գործնական քայլերի։ Նա նախաձեռնեց պայքար կռապաշտության դեմ եւ ահա նա բուռն քննարկումների մեջ է։ Խոսել բառը մեզ արդեն ծանոթ դիալեգոմային է։ Հիշում եք 17-րդ գլխի սկզբում խոսեցինք, որը նշանակում էր երկխոսություն, քննարկում, բանավեճ, հարց ու պատասխան։ Ուրեմն ինչ բնույթ ունի Պողոսի խոսելը այստեղ։ Համարում տեսնում ենք, որ այն երկխոսություն էր կամ բանավեճ։ Նա այս իմաստուն մարդկանց հետ բռնվեց զրույցի։ Հարց ու պատասխան ձևաչափը Պողոսի մարտավարության մեջ հաճախ ենք տեսնում։ Նույնը նա անում էր 17-ի 1-2-ը, որ տեսնեք, նորից մտավ ժողովարան, 3 շաբաթ օր խոսում էր, այս դիալեգոմային էր, նույն երկխոսությունն էր։ Եվ սա կարծես բանական զրույց է, հարց ու պատասխան, որը որ օգնում է մարդուն մտորելու իր ասածների շուրջ։ Նա հարցնում էր մարդկանց իրենց ունեցած համոզմունքների մասին, թե ինչու են հավատում այս կուռքերին։ Հիսուսն էլ ուներ այս մարտավարությունը, հիշում եք, երբ իրեն ասում էին օրինակ բարի վարդապետ, ինչ անեմ, որ երկնքի արքայություն մտնեմ, ասում էր ինչու ես ինձ բարի անվանում։ Հարցը օգնում է հարց տվողին մտորելու իր իսկ ասածների մասին։ Սա օգնություն է հարցադրողին, որ նա կարողանա մտածել եւ անդրադառնալ իր ասածներին։ Սա օգտակար միջոց է, սիրելիներ, որ կարող եք գործածել հարմար առիթների ժամանակ։ Օգնեք մարդկանց ճիշտ հարցերի միջոցով, որ նրանք կարողանան ճիշտ ուղղությամբ մտածել, չէ՞ որ յուրաքանչյուր կռապաշտ ունի իր համոզմունքների համակարգը եւ գիտի ինչու է նա այդպես հավատում կամ ոչ։ Երբեմն զրույցներ եմ տեսնում քրիստոնյաների եւ աշխարհիկ մարդկանց միջեւ, որոնք դժվար է կոչել երկխոսություն։ Դիալեգոմայ չի այդտեղ, միակողմանի զրույց է։ Հավատացյալ երբեմն ինչ գիտի ասում է, մյուսն էլ քաղաքավարությունից դրդված սպասում է իրեն, բայց պետք է դա զրույց լինի։ Պետք է լինի հարց ու պատասխան, պետք է լսես, պետք է արձագանքես։ Կռապաշտների միջավայրում Պողոսի արձագանքը ոչ միայն ներքին եւ անտեսանելի կերպով եղավ, այլ վերածվեց այն գործնական քայլի։ Նա սկսեց խոսել, սկսեց բանավիճել։ Տեսնում եք, որ Աստծո փառքի հանդեպ նախանձախնդիր քրիստոնյան արձագանքում է ոչ միայն ներքուստ, այլ նաև գործով։ Նա բանավիճում էր, իսկ բանավիճելու համար բազա է պետք։ Մի պահ մտածեք, սիրելիներ, կարող եք բանավիճել օրինակ աթեիստի հետ, կաբալիստի հետ, աստղագետների, գիտնականների հետ, որոնք Աստծուն կյանքը եւ հավերժությունը ներկայացնում են այլ տեսություններով։ Կարող եք որոշակի զրույցի մեջ մտնել, որպեսզի բերեք նրան դեպի ճշմարիտ ավետարան։ Նրանց համոզմունքների համակարգին որոշ չափով ծանոթություն ունեք թե ոչ։ Կարող եք նրանց բանալի հարցեր տալ, ուրիշ խոսքով ապոլոգետիկ զրույցներ կարող եք ունենալ մարդկանց հետ, որպեսզի նրանց կարողանաք ցույց տալ իրենց մոլորված լինելու առանցքը եւ ուղղորդեք Քրիստոսին, ճշմարիտ ավետարանին։ Իհարկե, սա չի նշանակում, որ նման ինտելեկտուալ զրույցներն են փրկում մարդուն, սակայն սա միջոց է նրանց ճիշտ հարցերով փակուղի տանելու, որպեսզի նրանք տեսնեն, թե իրենց մտքում որտեղ են իրենք սխալվել։
Հասկանան, որ կռապաշտությունը հիմարեցնում է։ Ոչ էլ սա նշանակում է, որ մենք աշխարհում տարածված բոլոր տեսությունները պետք է շատ լավ իմանանք, որ կարողանանք քարոզել։ Կամ աշխարհի բոլոր մշակույթները մանրամասն պետք է ուսումնասիրենք, որ հնարավոր լինի քարոզել։ Ոչ, սա այդ չի նշանակում։ Պարզապես նշանակում է փորձել ճանաչել քարոզվող միջավայրը։ Ինչպես Պողոսն է անում 23-րդ համարում, եթե նկատեք, ինքը խոսքն այդպես է սկսում, ասում է. որովհետև շրջելիս եւ ձեր պաշտամունքի առարկաները դիտելիս գտա մի զոհասեղան։ Այսինքն նա այդ սպասման ժամանակ փնտրում էր քաղաքում այնպիսի բաներ, որոնք որ կարող էին կամուրջ հանդիսանալ իր համար, որ նա այդտեղից սկսի խոսել։ Պողոսի խոսելու բնույթը երկխոսություն էր, բանավեճ, եւ հիշեք, որ սա ավետարանչության մեջ կարևոր սկզբունք է խոսել հարցերի եւ պատասխանների ձևաչափով։ Իսկ թե ում հետ է նա խոսում, այս համարը մեզ տալիս է տեղեկություն։ Նայեք համարին, որտեղ տեսնում ենք Պողոսի լսարանը։ Հետևաբար ժողովարանում խոսում էր հրեաների եւ բարեպաշտ մարդկանց հետ, իսկ շուկայում ամեն օր իրեն հանդիպողների հետ։ Ժողովարանը կրոնական շրջանակներ, իսկ շուկան աշխարհիկ։ Պողոսը չէր սահմանափակվում մեկ լսարանով։ Նա ջանք էր անում օգտագործելու բոլոր հնարավորությունները, որ ուներ։ Իր գտնված տեղանքում կար ժողովարան, հրեաների ժողովարան, եւ նա գնում եւ խոսում էր նրանց հետ։ Հետաքրքիր չէ այն փաստը, որ այս ժողովարանը գործում էր այս կռապաշտության մեջ։ Եվ տպավորությունն է, որ կռապաշտության վրա նա ոչ մի ազդեցություն չի ունենում։ Կարծես իրենց չի խանգարում, որ իրենք գտնվում են կռապաշտության մեջ։ Թեպետ մեդիաներին հետաքրքիր է նշում, ասում է, թեպետ նրանք հուդայականներ են, նրանք կարող են գոնե մի աստվածության սկզբունքով կռապաշտությունը հանդիմանել, բայց նրանք այդ ստացվում է, որ չէին անում։ Պողոսը դիալոգի մեջ է նրանց հետ նույնպես, եւ ինչ է կարծում, Պողոսը միայն հոգեվոր շրջանակների մասին էր մտածում, միայն նրանց հետ էր զրույցի մեջ, թե նաեւ աշխարհիկ մարդկանց հետ։ Նրա լսարանը միայն կրոնականը չէր, տեսեք, նա աշխարհիկ շրջանակի մեջ էր, բոլոր մարդկանց հետ, ովքեր հանդիպում էին իրեն, նա խոսում էր։ Համարում գրված է այսպես, նա բարեպաշտ մարդկանց հետ նույնպես խոսում էր։ Բարեպաշտները դեռևս հրյա չդարձած, չթլպատված հեթանոսներն էին, ովքեր որ հետաքրքրված էին հուդայականությամբ։ Այս հեթանոսները, որոնք երկյուղ ունեին Աստծո նկատմամբ, կարծես ճանապարհին էին Աստծուն ճանաչելու հարցում, եւ Պողոսը օգտագործում է նրանց հետ խոսելու հնարավորությունը նույնպես։ Մեր ժամանակակից կարող ենք ասել կրոնավորներ, ովքեր որ նույնիսկ երթուղայինի մեջ կարող են եկեղեցաշենքի մոտով անցնելիս այսպես անեն։ Իսկ դա առիթ է, որ դուք կարող եք հասկանալ, որ իր հետ կարելի է խոսել, որ ինչ որ համոզմունքներ ունի, ինչ որ հավատ ունի, ինչ որ մեկին, ինչ որ մի բանի ուղված եւ կարող եք խոսել իր հետ։ Դրանով ընդունեք դա որպես նշան իր կողմից։ Երբ զրուցում եք մարդկանց հետ, դուք կարող եք այսպես ասած արագ ռենտգեն անել եւ հասկանալ, թե մարդը որ խմբին է պատկանում։ Ընդհանրապես մերժում է Աստծո գոյությունը, թե նման արտաքին նշաններով կարող է ձեզ ցույց տալ իր համոզմունքները։ Եվ այսպիսի բարեպաշտների շարքում նաև Լիդիան էր։ Հիշում եք Լիդիային, դրա մասին էլ է գրված։ Դրա համար սիրելիներ, երբ եկեղեցաշենքերի մոտ համացանցում ամեններ գրողներ կլինեն, խաչակնքվողներ, հոգևոր աշխարհի հանդեպ հետաքրքրություն ունեցողների հանդիպեք, նրանց մի անտեսեք։ Եթե առիթ կա, խոսեք նրանց հետ։ Խոսեք Հիսուսի մասին, հարցեր տվեք նրանց, զրուցեք, մտեք զրույցի մեջ, ինչպես Պողոսն էր անում։ Պողոսի լսարանում կային նաև աշխարհիկ մարդիկ, տեսեք։ Համարում ասում է, որ նա շուկայում եւս քարոզում էր։ Շուկան ագոռան է, հրապարակ, որտեղ որ քաղաքի տնտեսական, քաղաքական, մշակութային կյանքն էր, կյանքը այնտեղ էր կենտրոնացած։ Հին հունական ագոռան պարզապես առևտրի տեղ չէր, դա քաղաքի հասարակական կենտրոն էր, մտքերի փոխանակման վայր, երբեմն նաև դատական ու քաղաքական հավաքների տեղ, փիլիսոփաների, ուսուցիչների, բանավիճողների տարածք։ Այսինքն մարդիկ այնտեղ գնում էին ոչ միայն առևտուր անելու, այլ նաև շփվելու, հաղորդակցվելու մեկը մյուսի հետ, քննարկումներ ունենալու։ Պողոսը գնաց այնտեղ, որտեղ մարդիկ հավաքվում էին ոչ միայն ապրելու, այլ նաև մտածելու համար։ Այսօր նման տեղեր կարող են լինել օրինակ համալսարանների բակերը, ինտելեկտուալ միջավայրերը, հրապարակներ, որտեղ մարդիկ կանգնում են քննարկումների, սոցիալական ցանցեր, հրապարակային հարթակները, կարելի ասել թվային ագոռան,
այսպես ասած։ Սա եւս լավ տեղանք է ավետարանչության համար։ Իմիջիայլոց ունենք ուսանողներ կամ մարդիկ, ովքեր աշխատանքի բերումով գտնվում են նման մարդաշատ տարածքներում։ Սա լավ օրինակ է, սիրելիներ։ Դրանք առիթներ են, որոնք որ պետք է օգտագործել։ Օգտագործեք այս ուղղությունները եւս ավետարանչության համար։ Այլ խոսքով նա խոսում էր եւ քննարկում էր բոլորի հետ։ Համարում տեսնում ենք նաեւ Պողոսի խոսելու հաճախականությունը։ Տեսեք, գրված է ամեն օր։ Ամեն օր էր խոսում։ Եվ քանի որ խոսել բառը նույնպես իմպերֆեկտով է այստեղ, նշանակում է, որ ոչ միայն վրդովել ներ շարունակական, այլ նաեւ նրա խոսելը ամեն օր, մինչև որ իր եղբայրները կմիանային իրեն։ Նա ամեն օր էր այսպես անում, նա խոսում էր, քայլում էր, հարցեր էր տալիս, շփվում էր, օգտագործում էր իրեն ընձեռված հնարավորությունները։ Դրա համար երբեք էլ չափազանցություն չեն Պողոսի այն մտքերը, որ իր մասին գրում է բոլորի հետ ամեն ինչ եղավ, որ ոմանց շահեմ։ Դա չափազանցություն չէ։ Նա ապրում է այդ կյանքը։ Սա ցույց է տալիս նրա նախանձախնդրությունը, ջերմեռանդությունը, աշխատասիրությունը, ազնվությունը, ժամանակի ճիշտ կառավարումը, իրական քրիստոնյայի բնութագիր, Աստծո փառքի հանդեպ մեծ նախանձախնդրություն ունենալը։ Մտորելու հարց, սիրելիներ, մեզ։ Ինչ վիճակում է ավետարանչական կյանքը, սիրելի եղբայր եւ քույր։ Արդյոք Աստծո հանդեպ նախանձախնդրությունը ստիպում է քեզ խոսելու մարդկանց հետ։ Արդյոք խոսում ես, օգտագործում ես ունեցած այդ հնարավորությունը մարդկանց հետ շփվելու համար։ Կամ ընդհանրապես շփվել սիրում ես։ Խառնվածքները մարդկանց երբ ուսումնասիրեք, գտնեք արդարացի պատճառներ չշփվելու։ Բայց Սուրբ գրքում չենք տեսնում մեկ վերստին ծնված մարդու, որի մասին գրված լինի արդարացում, որ նա վերստին ծնված է, իր խառնվածքով այնպիսին է, չգիտեմ, մելանխոլիկն է, թե մյուսներ կոչվում, չխոսկան է եւ չի խոսում մարդկանց հետ, չի ավետանում։ Ոչ, ընդհակառակը ասում են Քրիստոսի սերը ստիպում է մեզ խոսել։ Մենք չենք կարող չխոսել այն, ինչ տեսել եւ լսել ենք։ Միտքդ միշտ միացած է այս ուղղությամբ, սիրելի եղբայրս եւ քույրս, հոգեվոր ռադարներդ միացված են երկնային կայանին։ Ինքնակնության հարց մեզ։ Մտորեք ձեր մեջ եւ ազնիվ պատասխանեք, երբ ես վերջին անգամ մտել երկխոսությունների մեջ։ Երբ ես տարբեր խավերի, պաշտոնների, բնավորության ու մասնագիտության տեր մարդկանց հետ խոսել, ավետարանել, լսել նրանց եւ հարցեր տվել։ Եվ վերջին հարցը, եթե ավետարանում ես, դա ինչ հաճախականությամբ ես անում։ Ամեն օր, թե միայն ավետարանչական ծառայությունների հրավեր երբ լինում է, այն էլ դու մի քանի անգամ չես կարողանում մասնակցել։ Վերջիվերջո դու ինչպես ես պայքարում կռապաշտության դեմ։ Օգտագործում ես ամեն օր քո փոքրիկ առիթները մարդկանց հետ խոսելու համար։ Հիշեք, սիրելի քրիստոնյաներ, մենք ապրում ենք ոչ թե աշխատելու համար, մենք աշխատում ենք, որ այդ պայմաններում կարողանանք ավետարանել մարդկանց։ Մենք պետք է մեր ողջ կյանքն ու հնարավորությունները դիտարկենք որպես հնարավոր միջոց ավետարանը փոխանցելու համար։ Պատահական չենք ոչ ես, ոչ դուք, որ Աստված մեզ դրել է Երևանում կամ Հայաստանում, որևէ ընտանիքում, այս կնոջ կամ այն տղամարդու կողքը, այս կամ այն աշխատավայրում, դա պատահականություն չէ։ Ինքը միշտ ունի մարդիկ, որոնց պետք է վկայել, որոնց պետք է խոսել։ Սա երկրորդ կերպն էր արձագանքի, կռապաշտության դեմ խոսելով, քննարկելով։ Դրա համար հիշենք, սիրելիներ, Աստծո փառքի հանդեպ նախանձախնդիր քրիստոնյան ոչ միայն ներքուստ վրդովում է, այլ քայլեր է անում կռապաշտության դեմ պայքարելու համար, այս դեպքում մարդկանց հետ խոսելով կամ քննարկումներ անելով։ Նայեք վերջին եւ երրորդ կերպը։ Ինչպես է քրիստոնյան արձագանքում կռապաշտությանը։ Արձագանքում է ավետարանելով։ Արձագանքում է ավետարանելով։ Եվ մենք այստեղ տեսնում ենք այս ավետարանելու արդյունքները, 4 արձագանք ավետարանելուն, որ բերում է իր հետ վեճ, քննադատություն, ծաղրանք, հնարավորություն եւ մյուսների լսելու ցանկություն։ Նայեք 18-րդ համարից մինչև 21-ը։ Էպիկուրյան եւ ստոիկյան փիլիսոփաներից ոմանք նրա հետ վիճում էին եւ
Ոմանք էլ ասում էին, այս դատարկախոսը ինչ է ուզում ասել։ Իսկ ուրիշները թե երևում է, որ օտար աստվածների քարոզիչ է, որովհետև նրանց Հիսուսի եւ հարության մասին էր քարոզում։ Եվ նրան առան տարան Արիսպագոս, ասելով կարող ենք իմանալ, թե ինչ է քո այս նոր վարդապետությունը։ Քանի որ օտարոտի բաներ ես բերում մեր ականջին, ուստի կուզենանք իմանալ, թե դրանք ինչ են։ Քանի որ բոլոր աթենացիները եւ այնտեղ եղող օտարականները բացի մի նոր բան ասելուց կամ լսելուց ուրիշ ոչնչով չէին զբաղվում։ Պողոսի արձագանքը ոչ միայն արտահայտում էր իր ներքին վերաբերմունքը, այսինքն հոգով վրդովում էր, ոչ միայն գործնական նախաձեռնության էր տանում նրան, այսինքն խոսում էր մարդկանց հետ, այլ նաև հստակ միջոց էր կիրառում այս կռապաշտության դեմ։ Գրված է, որ նա քարոզում էր Հիսուսի եւ հարության մասին։ Գրված է 18-րդ համարի վերջում, որ նա քարոզում էր, տեսեք, Եվանգելիզո բառն է։ Գրված հունարենում, որը նշանակում է բերել բարի լուր, կամ բարի լուր հռչակել, կամ ավետարանել։ Պողոսը աթենացիների կռապաշտությանը արձագանքեց ավետարանելով։ Դրա համար հիշեք, ավետարանելը կռապաշտության դեմ պայքարելու լավագույն միջոցն է։ Հռչակեք ավետարանը ամենուր, քանի որ Աստված դրանով քաշում է իր ընտրյալներին, դրանով խլում է սատանայի գերության մեջ եղող իր զավակներին։ Վերջ-վերջո, ինչպես կասեր Պողոսը Հռոմեացիս 1:16-ում, ավետարանեք եւ ամոթ մի համարեք, որովհետեւ այն Աստծո զորությունն է բոլոր հավատացողների փրկության համար։ Այս վերջին 4 համարներում Ղուկասը ցույց է տալիս 4 արձագանք ավետարանելուն, 4 արձագանք ավետարանելուն։ Ինչպես գիտեք, երբ քարոզում ենք, այն անպայման արդյունք է բերում։ Կամ դրական, կամ թվացial բացասական, ոմանց փրկության համար, ոմանց էլ ապացույց վերջին օրը իրենց դատապարտության համար։ Այսպիսով ինչ արդյունքներ կարող են լինել ավետարանելիս։ Քանի որ 18-րդ համարում Ղուկասը, որովհետև շաղկապով ցույց է տալիս պատճառը, քարոզելը, դրանից հասկանում ենք, որ այս համարների մյուս գործողությունները նկարագրում են արդեն այս հիմնական գործողության, այսինքն ավետարանելու արդյունքները։ Եվ այստեղ տեսնում ենք ավետարանելու արդյունքում առաջացած 4 արձագանք։ Տեսեք, առաջին արձագանքը ինչ է լինում։ Լինում է վեճ, վիճաբանություն։ 18-ը էպիկուրյան եւ ստոիկյան փիլիսոփաներից ոմանք նրա հետ վիճաբանում էին։ Եվ ոմանք էլ ասում էին, այս դատարկախոսը ինչ է ուզում ասել։ Իսկ ուրիշները թե երևում է, որ օտար աստվածների քարոզիչ է, որովհետև նրանց Հիսուսի եւ հարության մասին էր քարոզում։ Վիճաբանել բառի իմաստներից մեկը հետեւյալն է՝ մտային հակադրություն ունենալ։ Մտային, սա ֆիզիկական ծեծ ու ջարդ չէր։ Մտային հակադրություն ունենալ։ Սա ակտիվ վեճ չէր, այլ գաղափարների հակադրություն։ Ուրիշ խոսքով, մի քիչ մեզ ավելի ծանոթ կարող ենք ասել լեզվակռիվ։ Ինտելեկտուալ լեզվակռիվ։ Դա ավելի պարզ է դառնում, երբ նայում ենք համարում, թե ովքեր էին Պողոսի ընդդիմախոսները։ Տեսեք, գրված է նրանք փիլիսոփաներ են։ Հասարակ մահկանացու չեն։ Ինչ է փիլիսոփայությունը։ Փիլիսոփայությունը փորձում է հասկանալ իրականությունը, ճշմարտությունը տրամաբանական կամ բանական քննարկման եւ հիմնավորված փաստարկների միջոցով։ Փիլիսոփան փորձում է կյանքի եւ իրականության խոր հարցերին պատասխանել մարդկային բանականությամբ, առանց աստվածային հայտնության։ Ստացվում է, որ փիլիսոփայությունը կարծես բարձրանում է վերև, փորձեր է անում երկինք բարձրանալու դեպի գիտելիքի ճանաչում, իսկ ավետարանը պատմում է, որ այդ գիտելիքն է, այդ լոգոսն է, իջել երկիր։ Սրանք ինտելեկտուալ շատ բարձր մակարդակում եղող մարդիկ են, փիլիսոփաներ, ոմանք համեմատում են Աթենքի դպրոցները եւ փիլիսոփաներին մեր ժամանակակից օրինակ Հարվարդի կամ Օքսֆորդի հետ։ Սրանք նաեւ շատ հպարտ էին, քանի որ հեղինակություն ունեին, ինչպես այսօր նման համալսարաններում սովորողներից շատերը կամ դասախոսներից ավելի հպարտություն ունեն, որովհետեւ իրենք շատ գիտելիք ունեն եւ դասավանդում են մի այնպիսի տեղ, որը որ մեծ ճանաչում ունի։ Այսինքն Պողոսի դիմաց կանգնած մարդիկ նրանք են, ովքեր ունեին խոր, իրենց համար հիմնավոր տեսակետներ եւ վիճում էին Պողոսի հետ։ Քանի որ տեսեք համարում ասում է խորթ էր իրենց ականջներին
Պողոսի քարոզածը։ Տեսեք կոնկրետ ովքեր էին վիճաբանողները՝ էպիկուրյան եւ ստոիկյան փիլիսոփաներ։ Ովքեր են սրանք։ Տեղյակ եք, լսել եք էպիկուրյանների եւ ստոիկյանների մասին։ Էպիկուրյանները չէին հավատում արարչագործությանը։ Ասեմ, որ հավելյալ ուշադրություն դարձրեք այս կետին, որովհետեւ Պողոսը, որ քարոզելու է մի քանի համար հետո, իր քարոզի մեջ ինքը անդրադառնալու է այն դրույթներին, ինչին սրանք չէին հավատում։ Սա ֆիքսեք։ Նրանք չէին հավատում արարչագործությանը, ինչպես մինչև այսօր վեճեր կան, չէ՞, Python-ից, Big Bang-ից եւ այլն ինչպես է առաջացել։ Ըստ նրանց տիեզերքը կազմված է ատոմներից եւ դատարկությունից։ Ամեն ինչ առաջացել է, ուշադիր լսեք, պատահական շարժումների եւ միացումների արդյունքում։ Ոչ մի նպատակային ծրագիր կամ ստեղծագործող միտք չի եղել, որ արարեր երկիրը։ Հետևաբար նրանց եզրակացությունն էր աշխարհը ստեղծված չէ, այլ ինքնաբերաբար գոյացած նյութական համակարգ է։ Սա մերժում է գիտեք ինչ է, արարչագործության փաստը, որ Տերն է ստեղծել։ Աստծո մասին ինչպես էին հավատում։ Էպիկուրոսը կոնկրետ չէր ժխտում աստվածների գոյությունը, բայց ըստ նրանց աստվածները չեն ստեղծել աշխարհը, չեն ղեկավարում աշխարհը, չեն միջամտում մարդկանց կյանքին, չեն պատժում կամ օրհնում։ Նրանց պատկերացմամբ աստվածները ապրում էին կատարյալ հանգստության մեջ եւ մարդկանց գործերով բոլորովին չէին զբաղվում եւ չէին հետաքրքրվում։ Այսպիսով գործնականում սա գրեթե աթեիզմ է, որը մեր 4 կողմը կա։ Դատաստանի մասին ինչ էին մտածում։ Պողոսի քարոզի վերջը, որ ուշադիր լինեք, ինքը խոսում է դատաստանի մասին, որ մեկին սահմանել է ում ձեռքով պիտի դատի։ Նրանք հավատում էին այսպես, որ հետմահու կյանք գոյություն չունի։ Չկա դատաստան, չկա հոգու անմահություն, ըստ նրանց մարդու հոգին նույնպես կազմված էր ատոմներից, մահվան պահին այդ ատոմները ուշադիր լսեք, ցրվում են հոգին ատոմներից եւ այդ ատոմները ցրվում են եւ լիովին վերանում են։ Այսինքն սա հրաշալի լավ առաջարկ է մեղավոր մարդու համար, որ դու մահից հետո չես կանգնելու պատասխանատվության առջև։ Սա գոյության դադար է, այսպես ասած։ Սուրգիկն ասում է դու մեռնես էլ չես բռնելու Աստծո ձեռքից։ Նրանք ասում են, որ անձնական գիտակցությունը լիովին վերանում է եւ էպիկուրի միտքը լսեք։ Այսպես էր, իր համոզմունքների կարծես ամփոփումն է։ Այսպես է գրում. «Մինչ մենք կանք, մահը չկա։ Երբ մահը գալիս է, մենք չկանք»։ Դա քեզ թվում է, որ դու չկաս։ Մահը իր ձեռքերով քեզ կհանձնի Տիրոջը։ Վախեցիր ոչ թե նրանից, որ մարմնի վրա իշխանություն ունի, այլ նրանից, որ եւ մարմին եւ հոգին կարող է գեհենը գցել։ Ուրեմն նրանք եզրակացնում էին, չկա դրախտ, չկա դժոխք, չկա պատասխանատվություն մահից հետո։ Ինչպես սրանց զուգահեռ դուք մտորեք ձեր շուրջը որքան մարդիկ կան, որոնք որ այս նույն ստերով, տարբեր վերնագրերով հավատում են մահից հետո կյանք չլինելուն։ Էպիկուրյանները հավատում էին, որ աշխարհը պատահական, նյութական համակարգ է, աստվածները չեն խառնվում մարդկանց կյանքին, մահից հետո ոչ դատաստան կա, ոչ էլ շարունակություն։ Հրաշալի լավ առաջարկ։ Սա էպիկուրյանները։ Ստոիկների մասին մի քանի միտք։ Ստոիկների ուսմունքի ամենակարևոր կետերը սրանք էին։ Աշխարհը մեկ միասնական բանական ամբողջություն է, նրանք հավատում էին։ Աստված նույն այդ համաշխարհային բանականությունն է, ոչ անձնական արարիչ։ Մարդու հոգու մասին մտածում էին, որ այդ համընդհանուր բանականության մի մաս է, ոչ լիովին անկախ ու անձնական։ Պատկերացնում եք, ոնց որ ասեին, մարդկությունը ընդհանուր մեկ հոգի է։ Անձեր չկան եւ չկա անհատական նորից պատասխանատվություն։ Մահից հետո անձնական կյանք կամ դատաստան չեն սպասում բնականաբար կյանքի նպատակը իրենց ստոիկների ապրել բնությանը համապատասխան, տիրապետել զգացմունքներին, հանգիստ ընդունել թե ցավը, թե հաճույքը, կարճ ասած բանականություն, ինքնատիրապետում եւ ընդունում, կարելի ասել, իրենց համոզմունքները այս 3 բառերի մեջ տեղավորել։ Մեր օրերի էպիկուրյանությունները որոնք են եւ ստոիկյան գաղափարները որոնք են։ Ապրիր հաճույքների համար կոչվում է հեդոնիզմ կամ մատերիալիզմ։ Իրականը միայն նյութականն է ասում են։ Ինչը շոշափում ես, դա է միայն իրական։ Աստված կա թե չկա, էական չէ կյանքի համար, այն պետք է ապրել։ Սա կոչվում է սեկուլյարիզմ, մեր 21-րդ դարի մտածելակերպով։
Եվս մի ծանոթ միտք, որ հաճախ լսում ենք, մեկ կյանք ունես, վերցրու ամեն ինչ։ Սա կոչվում է YOLO մտածելակերպ։ Անգլերեն հապավում էր, ճիշտ ասած, չգիտեմ էլ մանրամասն ինչ էր YOLO-ն, բայց այդ մտածելակերպ կրողները սրանք էին, որ կյանքին վերաբերվում են այսպես, որ մեկ կյանք ունես, վերցրու ամեն ինչ։ Եվ ժամանակակից ստոիկությունն էլ արտահայտվում է սառը ռացիոնալիզմով, մի վստահիր զգացմունքներին, ամեն ինչ որոշված է ընդունիր, սա կոչվում է դետերմինիզմ, այս իզմերը ես չեմ ակնկալում, որ դուք հիշեք, բայց գաղափարները ձեր 4 կողմը կան, և մինիմալիզմ, քիչ ցանկություններ, հավասար է խաղաղություն։ Այսպիսով Աթենքը չի վերացել, սիրելիներ, այն պարզապես դարձել է սոցցանցեր, ինքնազարգացման գրքեր, սպառողական մշակույթ և աշխարհիկ մտածողություն, ու Պողոսի արձագանքը դեռ նույնն է, սրտում վրդովմունք, շուրթերին ճշմարտություն և մարդկանց հանդեպ հոգացություն։ Սիրելի եկեղեցի, այս վեճը, այս բախումը կա մինչև հիմա և պատրաստ եղեք արձագանքելու ավետարանով, որովհետև այն միակ լուծումն է կռապաշտության դեմ։ Այսպիսով նրանք վիճում էին, քանի որ Հիսուսի և հարության մասին էր քարոզում։ Հետաքրքիր է, Հիսուս բառը և հարություն բառը, հարությունը հունարենում անաստասիս բառն է, և սրանք ընկալել էին, որ տարբեր աստվածների մասին է քարոզում։ Եվ դրա համար այսպես է գրում, նրանք մտածում էին, որ օտար աստվածների քարոզիչ է։ Հիսուս և հարություն, անաստասիս, եկել է նոր աստվածների մասին է խոսում։ Այսպիսով Պողոսի քարոզելը բերեց երկրորդ արձագանքին, նրան սկսեցին քննադատել և ծաղրել։ Տեսեք 18-րդ համարի երկրորդ մասը։ Ոմանք նրա հետ վիճում էին, ոմանք էլ ասում, այս դատարկախոսը ինչ է ուզում ասել։ Սա արդեն գնահատական է քարոզչին, անձին։ Բացի վիճողներից ոմանք էլ ասում էին դատարկախոս։ Սպերմոլոգոս բառն է, նշանակում է անիմաստ և անբովանդակ խոսող։ Դե իրենց համար անիմաստ է, որ դու քարոզես մեկի մասին, ով մեռնելով փրկել է։ Սովորաբար աշխարհն ընկալում է, որ փրկողը չի մեռնում, կինոյի հերոսը, բայց մեր պատմության մեջ փրկողը մեռնում է, բայց փրկում է։ Հույների համար սա հիմարություն էր։ Բառացիորեն այս դատարկախոս բառը նշանակում է սերմ հավաքող եւ վերաբերվում էր նրան, որ թռչունները տարբեր տեղեր կցահարելով սերմեր էին հավաքում։ Եվ սրանով ուզում են ասեմ, որ Պողոսը մեկն է, ով որ տարբեր տեղերից մի քանի մտքեր է լսել, գաղափարներ, իրենը չեն։ Եվ եկել է ու փոխանցում է իրենց։ Այսինքն իրենց բարձր հունական մտածողությունից Պողոսը երևում էր մի դատարկախոս մեկը, որ այստեղից այնտեղից մի քանի միտք է հավաքել եւ եկել է հիմա այս մեծ փիլիսոփական դպրոցներին քարոզում է։ Սա գնահատական է քարոզչին։ Սա արդեն ծաղրանք է նրան ուղված։ Սա եկեղեցու մեծ միսիոներին եւ աստվածաբանին ուղված գովեստի արժանի նկարագրություն չէր, այլ քննադատություն եւ ծաղրանք։ Այնպես որ դուք էլ պատրաստ եղեք, սիրելիներ, քննադատություն եւ անձնական վիրավորանք նույնիսկ լսելու, ծաղրանք, եւ կարծեմ թե սրանք բնական են եւ անակնկալ պետք է չլինեն մեզ համար, երբ մենք Հիսուսի մասին ենք քարոզում։ Եվ ավետարանելու երրորդ արձագանքին նայեք, եւ հնարավորություն է Աստված տալիս այստեղ։ Կռապաշտությանը տրված ավետարանի արձագանքը նույնպես բերում է լսողների մոտ արձագանք եւ 19-րդ համարում տեսնում ենք, որ փիլիսոփաների ունեցած հարցերը Պողոսին տալիս են քարոզելու հնարավորություն։ Նայեք 19-րդ համարին։ Եվ նրան առան տարան Արիսպագոս, ասելով. կարող ենք իմանալ, թե ինչ է քո ասած այդ նոր վարդապետությունը։ Արիսպագոսը ոչ միայն դատարան էր, այլ նաև այդտեղ տանում էին, որպեսզի բարձրաստիճան պաշտոնյաների մոտ երկխոսություն լիներ եւ լսեին Պողոսին։ Սա եւ հնարավորություն է Պողոսին քարոզելու ավելի վերին ատյաններում եւ միևնույն ժամանակ ստուգում նրանց կողմից։ Որովհետեւ այդ վերնախավ այդ մարդիկ պատասխանատու են նաև կրոնական, վարդապետական հարցերը ստուգելու հարցում։ Եվ երկրում եկել է մեկը, ով նոր ուսմունք, նոր վարդապետություն է բերել։ Եվ սա ղեկավարների մոտ խոսելու հնարավորություն է։ Տեսեք ինչ հարց են տալիս։ Կարող ենք իմանալ, թե ինչ է քո ասած այդ նոր վարդապետությունը։ Ուղիղ հարց Պողոսին իմանալու բառացի նրա ուսմունքի մանրամասները։ Դուք նկատում եք ինչպես է Աստված մոտեցնում Հիսուսի մասին քարոզելու հնարավորությանը։ Վարդապետություն բառը այստեղ դիդախեն է,
նշանակում է նոր ուսուցում, այս դեպքում ինչպեսին Պողոսինն էր, նա սովորեցնում էր։ Մի խոսքով նրանց հետաքրքրում է ուսուցման բովանդակությունը եւ հեղինակությունը։ Նրանք ասում են, իմանանք ինչ է այդ քարոզածդ վարդապետությունը, դրա բովանդակությունը։ Եվ 20-րդ համարի առաջին մասում ասում են պատճառը, ինչու են հարցնում։ Ինչու են նրանք ուզում իմանալ։ Տեսեք, քանի որ օտարոտի բաներ ես բերում մեր ականջին։ Օտարոտի, այսինքն խորթ եւ նոր։ Խնդրում եմ ուշադրի լսեք։ Արդյոք մեր քարոզած ավետարանը իսկապես տարբերվում է աշխարհի փիլիսոփայությունից։ Արդյոք իմ եւ քո քարոզած ավետարանը հստակ սահման է գծում աշխարհիկի եւ Աստծո միջև, փրկության եւ կորստի միջև, մեղքի ու սրբության միջև, ճշտի եւ սխալի միջև, կյանքի ու մահվան միջև, հարության եւ գոյության դադարի միջև։ Ինչ ավետարան ենք մենք քարոզում։ Արդյոք այդ ավետարանը լսողները կարող են ասել, որ խորթ է իմ ունեցած համոզմունքներին։ Այն հարմար է լսողների ականջին, երբ քարոզում ես, թե աշխարհիկի ու կռապաշտի համար օտարոտի չէ քո բերած վարդապետությունը, թե նույնացել ես արդեն, երկուսն էլ եւ աշխարհիկ եւ հավատացյալ մի տեղում են, կարծես հարմարավետ է երկուսին էլ։ Այդպես պետք է չլինի։ Երբ դու քարոզում ես ճշմարտությունը, այն մեղավորին պետք է անհանգստացնի, անպայման, որովհետև պետք է ներքին կեղտերը ջրերես անի, ցույց տա իր մոլորված վիճակը։ Արդյոք կռապաշտին անհանգստացնում է քո քարոզած ավետարանը կամ մեղավորին ավելի լայն իմաստով։ Հիշեք, սիրելիներ, քրիստոնյայի քարոզած ավետարանը պետք է հստակ ու վառ տարբերվի աշխարհի փիլիսոփայական գաղափարներից, հոգեբանական հնարքներից, մեդիտացիաներից ու կախարդանքի ցանկացած դրսևորումից։ Այն պարզությամբ եւ զորությամբ պետք է հռչակի մեղքի մասին, սրբության մասին, փրկության մասին, փրկչի մասին, կյանքի եւ մահվան մասին եւ վերջում դատաստանի մասին նույնպես։ Դրա համար եթե իմ ու քո քարոզած ավետարանը նման գնահատականների երբեք չի արժանանում, կարող ենք վերանայել բովանդակությունը։ Ինչ ենք մենք քարոզում։ Գուցե արդեն սակարկումների են գնացել։ Գուցե մի միջավայրում դու տեսնում ես բացահայտ մեղք, բայց այնպես ես խոսում դրա մասին, որ մարդը կարիք չի զգում հրաժարվելու դրանից։ Ահա թե ինչպես է կռապաշտության մեջ ընկղված քաղաքում Տերը առիթ տալիս ավետարանելու, քանի որ կա Պողոսի նման Աստծո փառքի հանդեպ նախանձախնդիր հավատացյալ, ով իր ժամանակը գործածում է Հիսուսին քարոզելու համար, ով աշխարհում է, բայց ոչ աշխարհից, ով իսկապես վրդովում է կռապաշտությունը տեսնելիս, ով անդադար խոսում է բոլորի հետ, բոլոր հնարավոր միջոցներով եւ քարոզում է Հիսուսի մասին։ Սա կռապաշտության դրսևորումն է հերթական եւ ահա վերջին արձագանքը, որը կարմիր գորգ է փռում Պողոսի առջև եւ նրան կարծես ամբիոն է տրամադրում, որ շուտով մոտենա այդ ամբիոնին եւ հռչակի Քրիստոսի մասին, նրա ավետարանը։ Վերջին արձագանքը նրա ավետարանելու դա մարդկանց լսելու ցանկությունն է։ Մարդկանց լսելու ցանկությունը։ Նայեք 20-րդ համարի 2-րդ մասին։ Քանի որ օտարոտի բաներ ես բերում մեր ականջին, ուստի կուզենանք իմանալ, թե դրանք ինչ են։ Կուզենանք լսել։ Այո, սա անկեղծ փափակ չի ավետարանը լսելու։ Սա ցանկություն է քեզ փակուղի մտցնելու։ Բայց սա փաստ է, որ մարդն ուզում է լսել ավետարանը։ Մենք պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Որքան փափագելի է, կամ սա խնդրանք է, կամ պահանջ է, ես իրենց դեմքի արտահայտությունները չգիտեմ ինչպիսին է եղել, բայց նրանք ուզում են լսել ավետարանը։ Աթենացիների տեսանկյունից Պողոսը պարտվելու էր այս դեբատի ժամանակ եւ իրենց բոլոր հունական մտածողության զենքերը ուղղելու էին Պողոսին եւ նա որպես դատարկախոս, ինչպես նրանք էին գնահատում, պետք է հեռանար, բայց այդպես չեղավ, նրանք ցանկանում են լսել Պողոսին։ Դրա համար հիշեք, սիրելիներ, ավետարանչության արդյունավետությունը չի կարելի միշտ որոշել դարձի եկողների քանակով միայն, այլ պետք է համարել արդյունավետ նաեւ այն, երբ կա ընդհանրապես առիթ ավետարանելու։ Հաջողություն համարեք նույնիսկ առիթը խոսելու, ոչ թե միայն արդյունքները։
Ուրախացեք, որ Քրիստոս է քարոզվում։ Ուրախացեք այդ փաստի համար։ Տեսեք Պողոսը բանտից ինչ է գրում դրա մասին։ Փիլիպպեցիս 1:17-17։ Իսկ ոմանք հակառակությունից մղված են Քրիստոսին քարոզում եւ ոչ թե անկեղծորեն կարծելով, թե իմ կապանքների վրա նեղություն կավելացնեն, լսեք, բայց ինչ նշանակություն ունի։ Ինչպես էլ որ լինի, պատրվակով, թե ճշմարտապես Քրիստոսն է քարոզվում։ Եվ ես ուրախ եմ դրա համար։ Եվ պիտի ուրախ լինեմ, ասում եմ։ Այսինքն, եթե կա հնարավորություն, առիթ խոսելու Հիսուսի մասին, դա հավասարաչափ ուրախության առիթ համարեք եւ մի նայեք արդյունքներին միայն։ Տարբեր արձագանքներ կլինեն։ Մեկը կլսի, մեկը կվիրավորի, մեկը կծաղրի, մեկը կհավատա, բայց դուք ուրախացեք, որ Հիսուսի ավետարանն է քարոզվում։ Իսկ տեսնես ինչու են աթենացիները ուզում լսել։ Զարմանալի չէ, թե ինչու են աթենացիները ուզում լսել Պողոսին։ Նրան լսելու պատճառի մասին Ղուկասը հաջորդ համարում է գրում, նայեք վերջին համարին եւ մոտենանք ավարտին, որտեղ պատասխանում է այն հարցին, թե ինչու են ուզում աթենացիները լսել Պողոսին։ 21-ը։ Քանի որ բոլոր աթենացիները եւ այնտեղ եղող օտարականները բացի մի նոր բան ասելուց կամ լսելուց ուրիշ ոչնչով չէին զբաղվում։ Եվ աթենացիները, եւ Աթենքում ապրող օտարականները ոչնչով չէին զբաղվում։ Նրանց միակ զբաղվածությունը նոր բան ասելը կամ նոր բան լսելն էր։ Ասել կամ լսել։ Իմաստային ձևով այս համեմատությունը հետևյալն է. մի բան ավելի նոր, քան այն, ինչ մենք լսել ենք նախկինում։ Ձեզ չի հիշեցնում ներկա շատ եկեղեցիներին, որ ամբիոններից ուզում են միշտ նոր բաներ քարոզեն։ Ինչպես Բենիհինը մի օր վեր կացավ եւ ասաց, որ ես բացահայտել եմ, որ Աստված երրորդություն չէ, 9-րդություն է։ Եվ ժողովուրդն ասում էր, որ մենք նոր հայտնություն ստացանք։ Աթենացիների ախտով վարակված։ Սրանք ժամանակ ունեն երկար լսելու եւ դա հրաշալի է, ստացվում է, որ նրանք ունեն այդ հնարավորությունը երկար լսելու Հիսուսի ավետարանը, քանի որ նրանք ոչնչով չեն զբաղվում եւ կարող են Պողոսին ուշադրությամբ լսել։ Եվ թե ինչ կխոսի Պողոսը նրանց հետ, ինչ կքարոզի, մենք մյուս անգամ կտեսնենք։ Մի քանի հարց մտորելու համար եւ մոտենանք դասերին։ Երբ ձեզ հարցնում են ձեր ունեցած հույսի մասին, նույնիսկ ձեզ փակուղի տանելու համար, գնահատում եք քարոզելու այդ առիթը։ Թե անձնական վիրավորանքը արգելք է լինում այդ պահին քարոզելու։ Խնդրում մտածեք մի բան, սա կարևոր է։ Ես անձամբ եմ փորձառել։ Ես գիտակցորեն հիմա հաղթահարում եմ դա, որ երբ քեզ նույնիսկ վիրավորելու, բռնելու, փորձելու մտադրությամբ են հարցեր տալիս, բայց դու առիթ ունես Հիսուսի մասին խոսելու, անձնական վիրավորանքը չլինի այնքան շատ, որ շրջվես գնաս, չխոսես։ Խոսի Հիսուսի մասին։ Ինչպես Տերը կօգտագործի, դա իր հարցն է։ Նկատում եք, որ Տերը բոլոր պայմաններում կարող է ճանապարհ հարթել ավետարանի քարոզչության համար։ Դրա համար եղեք զգոն, արթուն, նախանձախնդիր ավետարանի համար եւ տրվեք Տիրոջ իմաստուն առաջնորդությանը ավետարան քարոզելիս։ Պատրաստ եղեք միշտ եւ ամեն վիճակում քարոզելու ավետարանը, քանի որ այն միակ միջոցն է կռապաշտության դեմ իրական պայքարի։ Քանի որ միայն ավետարանով է հնարավոր ազատագրել սատանայի կապանքներից մարդկանց։ Եվ մի քանի դասեր ու ավարտենք։ Առաջին։ Նայեք ձեր ներսը։ Կա այնտեղ նախանձախնդրություն Աստծո փառքի հանդեպ, թե ոչ։ Ուշադրություն դարձրեք ձեր վրդովվելու պատճառներին։ Ինչու եք վրդովվում։ Հիշեք, որ դուք արդար կերպով կվրդովեք միայն այն ժամանակ, երբ նախանձախնդիր լինեք Աստծո փառքի համար։ Իմացեք, որ այդ արդար վրդովմունքը, որի մասին այստեղ խոսվում էր, բնորոշ է միայն իրական քրիստոնյաներին։ Հակառակ դեպքում վրդովմունքը կլինի սեփական, էգոիստական պատճառներով։ Այսպեսով նայեք ձեր ներսը։ Երկրորդ, խոսեք ձեզ հանդիպող յուրաքանչյուր մարդու հետ, առանց ընտրության։ Քննարկեք, հարցեր տվեք, լսեք նրանց, որպեսզի ուղղորդեք ավետարանին։ Ավետարանը քարոզելուն վերաբերվեք որպես ամենօրյա պատասխանատվություն, ոչ թե երբեմն պատահող ծառայություն։ Հիշեք, որ ավետարանը քարոզելը յուրաքանչյուր քրիստոնյայի պատասխանատվությունն է։
Հիշում եք Հռոմեացիս 1:16-17-ում ներողություն 14-15-ում Պողոսն ասում է ես պարտական եմ եւ հույներին, եւ հեթանոսներին, եւ բարբարոսներին։ Պարտական բառն ինչու ես օգտագործում Պողոս, որովհետեւ նա ստացել է Աստծուց պատասխանատվություն եւ պետք է փոխանցի դա։ Իսկ հարց ես եւ դուք չունենք այդ պատասխանատվությունը փոխանցելու։ Դրա համար պետք է աճել այս ընկալման մեջ, որ Պողոսի նման կարողանանք ասել, վայ է ինձ եթե չքարոզեմ։ Ես դրա համար եմ ապրում։ Իմ առօրյան դրա համար է Աստված այս կերպ կամ այն կերպ առաջնորդում, որ ես այս մարդու մոտ կամ այն մարդու մոտ հայտնվեմ։ Սա յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է։ Այնպես որ խոսեք ձեզ հանդիպող յուրաքանչյուր մարդու հետ։ Իհարկե, հետևելով առիթներին, որ Տերը իմաստուն կերպով ձեզ հնարավորություն տա, հարթակ տա, որ դուք կարողանաք խոսել։ Եվ վերջին երրորդ, քարոզեք Հիսուսի ավետարանը։ Ձեր առիթները օգտագործեք Հիսուսի ավետարանը քարոզելու համար եւ փիլիսոփայությամբ չտարվեք հանկարծ։ Մի ակնկալեք միայն դրական վերաբերմունք ավետարանի կամ ձեր նկատմամբ։ Սա սխալ սպասում կլինի։ Եթե դուք մտածեք, որ բոլոր տեղերում մեզ պետք է ծափողջուններով դիմավորեն, սա սխալ ակնկալիք է։ Ուրախացեք, եթե դեռևս ողջ եք։ Պատրաստ եղեք ինտելեկտուալ հակադրությունների։ Որտեղ կգան մարդիկ, որոնք որ ավելի մեծ ինտելեկտով, ավելի շատ աշխարհային գիտությամբ քեզ կփորձեն հարցեր տալ։ Մի վախեցիր։ Դու գիտես ճշմարտությունը։ Դու կարող ես իր մտքերի միջից կենտրոնանալ այն կետին, որը հստակ կամուրջ կստեղծի նրա ասածի եւ ավետարանին միանալու միջեւ։ Եվ դու դա կարողանաս ցույց տալ։ Այնպես որ պատրաստ եղեք ինտելեկտուալ հակադրությունների, պատրաստ եղեք քննադատության, ծաղրանքի եւ ստորացման։ Առաջ ինձ երբ որ իմ քարոզների մեկնաբանությունների բաժնում վիրավորում էին, շատ նեղվում էի, ջնջում էի։ Բայց տևական ժամանակ է դա չեմ անում։ Գիտեք ինչու։ Սովորել եմ մի քանի եղբայրներից, ասեմ դա, շատ լավ փորձառություն է։ Հիմա, երբ վիրավորում են, մինչև այս երկու օրն են գրել, մեկի տակ կարող եք մտնել նայել։ Ես իրենց գրածներից 3-րդային, 4-րդային, 5-րդային բաներին ընդհանրապես չեմ էլ անդրադառնում։ Միայն ասածների միջից գտնում եմ մի կետ, որը որ կօգնի իրեն տալու մի հարց, որ ինքն անդրադառնա իր անմտությանը։ 3-1-ը, հենց 3 գիշեր Հիսուսի աստվածության վերաբերյալ, հոր աստվածության վերաբերյալ մեկնաբանությունները երկար գրում։ Մի քանի անգամ նույն բանը գրեցի։ Խնդրում եմ հիմնավորեք ձեր փաստարկները, ցույց տվեք Սուրբ Գրքից։ Երրորդ նամակից հետո նա չքացավ։ Բայց եթե այդ վիրավորանքներին ես տրվեի այդ պահին, ես կդադարեցնեի կամ կջնջեի, բայց առիթ է, թե ինչպես Տերը կօգտագործի դա իր պատասխանատվությունն է։ Պատրաստ եղեք քննադատության, ծաղրանքի եւ ստորացման։ Նկատեք Տիրոջ տված քարոզելու նոր հնարավորությունները ամեն օր, որոնք կարող են գալ նույնիսկ ձեզ հաղթելու մտադրությամբ լցված մարդկանց միջոցով։ Ձեզ փակուղի մտցնելու մտադրությամբ մարդկանց միջոցով։ Քարոզեք այնպես, որ բոլոր տեսակի մոլորվածների ականջին ճակերտավոր խորտ լինի ավետարանը։ Այդպես քարոզեք։ Այսինքն ավետարանով գծեք հստակ սահման սրբության եւ մեղքի միջեւ։ Մահվան եւ կյանքի, դատապարտության եւ արդարության, մահվան եւ հավիտենական կյանքի միջեւ լղոզված պատկերացումներ մենք պետք է չունենանք։ Ինչպես Սուրբ Գիրքն է սովորեցնում։ Եվ վերջում արձագանքեք կռապաշտությանը Հիսուսի ավետարանով, քանի որ ավետարանն է միակ հաղթանակը կռապաշտության դեմ։ Եվ հիշեք, որ Աստծո փառքի հանդեպ նախանձախնդիր քրիստոնյան արձագանքում է կռապաշտության դրսևորումներին։ Իսկ թե ինչպես Պողոսը արդեն քարոզի տեսքով կարձագանքի, կիմանանք հաջորդ անգամ։ Եկեք ոտքի կանգնենք եւ աղոթենք։ Մեր իմաստուն եւ փառավոր Հայր, շնորհակալ ենք քեզ քո այս ճշմարիտ զավակների համար, որոնք որ իրենց կյանքերը դրել են ավետարանի համար։ Մենք գիտենք, որ դու ես նրանց նոր ծնունդ տվել, կամեցողություն ու ցանկություն տվել, որ վազեն քեզ համար։ Եվ ուրախանում ենք այս օրինակներով, մասնավոր Պողոսի օրինակով, ինչպիսի սիրտ ես դրել նրա մեջ, որ նախանձախնդիր է քո փառքի նկատմամբ, որ չի զիջում քո ավետարանը,
Սա մեծ քաջալերանք է յուրաքանչյուրիս համար, որ 21-րդ դարում ենք ապրում։ Դրա համար աղոթում ենք, որ մեզ էլ օգնես, որ այնքան աճենք հոգևորապես, որ ոչ միայն մտքով, այլ սրտով եւ զգայարաններով նախանձախնդիր լինենք քո փառքի նկատմամբ։ Նախանձախնդիր լինենք տեսնելու, փափագելու, որ ամբողջ աշխարհը մի օր ծնկելու է քո առջև։ Եվ բոլոր կռապաշտական դրսևորումները տեսնելիս թող մեր հոգին էլ խռովի այդ արդար եւ սուրբ զայրույթով։ Թող քո աչքերով կարողանանք տեսնել մեր շրջապատը։ Թող մենք կարողանանք այնքան հոգովը զորացած լինել, որ հստակ կարողանանք տարբերել կռապաշտության բոլոր դրսևորումները, որ ոչ թե տրվենք հեթանոսների հետ խնջույքների, այլ հանդիմանենք դրանք։ Փառք քեզ այս լավ օրինակների համար, փառք քեզ քո խոսքի համար, խոսքիդ իմաստության համար, այս սկզբունքների համար, որոնք որ սովորեցիր այսօր մեզ։ Խնդրում եմ, որ դու օգնես եւ ինձ եւ քույր եղբայրներիս, որ հաջողենք մեր ավետարանչական կյանքում։ Եվ քանի դու կամեցել ես շնչենք այս երկրի վրա, թող այդ շունչը ամեն օր պատմի Քրիստոսի մասին։ Բոլոր առիթները կարողանանք օգտագործել Հիսուսի մասին քարոզելու համար եւ քարոզենք իմաստությամբ, համբերությամբ, Հիսուսի հոգով, սրտով եւ մտքով լցված։ Աղոթում եմ, որ մեր համայնքը ավետարանչության մեջ շարունակես գործածել Տեր Հիսուս, որ մենք մեր ընտանիքներից սկսած, մեր հարևաններից սկսած, մեր աշխատավայրում եւ ուր էլ որ մեզ տանես, բոլոր առիթներն օգտագործենք Հիսուսի մասին խոսելու համար։ Եվ դու էլ այդ ավետարանի միջոցով բեր քո փրկյալներին, մինչև այդ թիվը կլրանա, որ քեզ է հայտնի, եւ դու կգաս փառքով քո եկեղեցու հետևից։ Մենք սիրում ու վստահում ենք քեզ եւ ուզում ենք, որ այս երկրային կյանքը մեր ապրենք արդյունավետորեն, ապրենք քեզ հնազանդվելով քո ձեռքից բռնած եւ ավետարանը փոխանցելով։ Զորացրու ինձ, քույրերիս, եղբայրներիս, մեր եկեղեցուն, համացանցում լսողներին եւ քո բոլոր զավակներին աշխարհի 4 անկյուններում եւ համագործակցիր այս ճշմարիտ ավետարանիդ հետ եւ այն ճշմարիտ քարոզիչների հետ, ովքեր որ ցերեկ ու գիշեր մտորում են Հիսուսի մասին քարոզելու վերաբերյալ։ Դու փառավորիր մեր կյանքով, գործով ու խոսքով։ Այս ամենը աղոթում ենք մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով, քո անվան եւ քո փառքի համար։ Ամեն։